կարողությունների խնդրեմ ունի գործող կառավարությունը։ Համ սաբոտաժի խնդրեմ ունի ներսից անողների սաբոտաժանը, համ կարողությունների, ոչ այդ սաբոտաժի դեմ առնելու, ոչ էլ լավը վատից տարբերելու, նորմալ ներդրողներին առաջ պատկերացնեք դուք 350 միլիոն, լավ, այն 1 միլիարդը ասենք թե դա մի քիչ բան է, պլանն էր, բայց կոնկրետ ծրագիրը 350 միլիոն էր։ Պատկերացնեք դրա համար արժեր նույնիսկ առանձին նախարարություն պահել, ստեղծել մի նախարարություն Արագեթի ծրագրի առաջընթացի ապահովման, հաստատման եւ իրականացման համար, որ այդքան փող մտներ երկիր։ Իրենք էլ են շահելու։ Պատկերացնեք ԿՊ-ի վարկանիշը ինչ էր դառնալու, եթե այդպիսի բան հաջողացնեն անել ու միջազգային մրցույթներ անցներ այստեղ։ Բայց իրենք այդպիսի բաների վրա ոչ խելքներն ա կտրում շատ դեպքերում, ցավոք սրտի։ Ոչ էլ հետևողականությունն են, որ ում խելքն էլ կտրում է, դա իրականացնեն։ Հայաստանին այս պահին Ռուսաստանի կցորդ որպես չեն համարում։ Անկամ այդ պարագայում, երբ որ Փաշինյանը գնաց Մոսկվա մասնակցելու շքերթին։ Միանշանակորեն չեն դիտարկում եւ նման դիտարկումները լինում են միայն եթե համալիր տեսնում են, որ այս ղեկավարը տանում է երկիրը այս կողմ, իսկ այս ղեկավարը տանում է այս կողմ։ Հիմա իրենք տեսնում են, թե այս ղեկավարը Նիկոլ Փաշինյանը ուր է տանում երկիրը եւ տեսնում են Ալիևը ուր է տանում եւ որի պատճառով էլ այն ճշումները, որ կան իր վրա եւ սահմանափակումները բերեցին նրան, որ ինքը փոխում է իր այսպես շատ ռուսամետ քաղաքականություն եւ Ռուսաստանի պատվերը Հայաստանի դեմ պատերազմի ձևով կատարելու քաղաքականությունը փոխում է եւ դա մեր համար շատ լավ է։ Երեկվա մեր միջոցառումը շատ կարեւոր էր։ Արդեն երկրորդներ մենք անցած տարվանից սկսեցինք այդ Եվրոպայի օրերը կազմակերպել, ժողովրդավարական ուժերի հարթակներ կազմակերպել։ Եվ այո, դեսպաններ ներկա են, եւ Լիտվայի դեսպաններ, Նիդերլանդների դեսպաններ ներկա, Մարագոսը, Վասիլիս Մարագոսը, Եվրամիության պատվիրակության ղեկավարը նաեւ ողջունի խոսքով հանդես եկավ, ներքին գործերի նախարարներ ներկա Ալբինե Սարգսյան, հա, եւ Լուսնի Հակոբյանը բացեց եւ արեց ընդունելությունը Եվրոպայի օրվան նվիրված եւ իհարկե հիմնականում այսպես հնարավորություններ շփվելու տարբեր դեսպանատան աշխատակիցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Հայաստանի քաղաքասրակության եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև այդ շփումը կազմակերպել, նաեւ լրատվամիջոցների ներկայությունը ապահովելով եւ մասնակցությամբ, հա։ Հայաստանը գնում է ամեն դեպքում թեև դանդաղ քայլերով դեպի արևմուտք, դա տեսանելի է։ Եվ օրենքի ընդունումը ուղղակի առաջի քայլն էր։ Մենք հիմա երկու կարևոր տրեկի վրա ենք։ Մեկը SEPA պլյուս կոչված պայմանական ենք անվանում, SEPA-ի ընդլայնված փաստաթուղթն է ըստ էության արդեն պատրաստ ստորագրման։ Ես հույս ունեմ գոնե այս ամսվա մեջ ինչ որ ձևով իշխանությունների ասած բալանսավորումը կիրականացնեն եւ այդ փաստաթուղթը կստորագրեն իհակակշիռ Մոսկվա մեկնելու Նիկոլ Փաշինյանի եւ մյուսը վիզաների ազատականացման, որի մասին իդեպ նաեւ Վասիլիս Մարագոսը երեք խոսեց, շատ դանդաղ է ընթանում, միանշանակ։ Մենք անդադ դրա մասին ասում ենք, քննադատում ենք իշխանություններին, որ այս տեմպը անընդունելի է, շատ դանդաղ է։ Բայց մենք նաև հասկանում ենք, որ իմ նշած այդ թերությունները նաև կարողությունների պակասը այստեղ էլ է ազդում։ Խնդիրը, եւ մենք ասում ենք գոնե լավ առանձին կառույց ստեղծեք, առանձին փոխվարչապետի ինստիտուտ ձևավորեք, եվրոպական ինտեգրման հետ Եվրամիության անդամակցության ուղղությամբ։ Եթե օրենքը ընդունվել է, այդ օրենքը իրականացնելու համար դի հատուկ մարմին լինի։ Չի կարող մի մարդ համ եվրոպական ուղղությունը համակարգել, համ եվրասիական տնտեսական ուղղությունը։ Դա նաև շահերի բախման էլեմենտ կա այնտեղ։ Ну, այլ չեմ խոսում, որ մասնագետներ պետք է ներգրավել, լավ մասնագետներ, մի քանի միլիոն դոլար, եվրո, չգիտեմ, դրեք, արտասահմանից հրավիրեք լավագույն մասնագետների, տնտեսագետների, ֆինանսիստների, որ գոնե ներդրումներով զբաղվեն։ Եթե հասկանում եք, մենք պետք է գնայինք ստե խնդրենք ամեն 10 միլիոն, 20 միլիոն ներդրման համար։ Ամեն 10 միլիոն ներդրում պատրաստ մարդու հետ վարչապետ անձամբ պետք է հանդիպեր, եթե պետք է գնար, արտասահմանում հանդիպեր, գար, ժամանակ ծախսեր դրա համար։ Տրամպի մասշտաբը մի քիչ այլ է, ինքը 500 միլիարդանոց ներդրումներով է զբաղվում անձամբ, բայց դա Միացյալ Նահանգներն է։ Մենք 10, 20, 30 միլիոնին էլ պետք է շնորհակալ լինենք, պետք է խնդրենք, որ գան։ Բայց 350 միլիոնանոց ներդրումը փախցնեք, սենց։ Չափշելու բան է, էլի ուղղակի։
կամ են 200 մեգավատանոց բանը արևային էներգետիկայի այդ կայանը։ Ուզում եմ ասեմ, որ տարական հաշվարկ էֆեկտիվություն նույնիսկ բիզնեսմեն, որ ելներ ղեկավարը երկրի, ինքը որպես բիզնեսմեն կհասկանար, որ եթե ուզում ես երկիրդ մտնի 500 միլիոն, 300 միլիոն գումար, ոչինչ, կարելի է մի քանի միլիոն դոլար տրամադրել այդ ուղղությամբ։ Էլ չեմ ասում, քո թանկագին ժամանակից գոնե մի 2 ժամ տրամադրես, ուսումնասիրես այդ գործը անձամբ։ Ես կասկածներ ունեմ, որ այդ լավ չասեմ հրահարողը, բայց գոնե հիմնական շահառում այն ահաբեկչական ակտի, որը տեղ ունեցավ Հնդկաստանում եւ որը ակներևաբար պետք է բերեր այսպիսի էսկալացիայի, Չինաստանն էր։ Տեսեք, երբ դա տեղի ունեցավ։ Երբ որ Չինաստանի հետ առևտրային պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները սկսեց ուղիղ իր շահագրգռությունը հայտնել Հնդկաստանով Չինաստանին փոխարինելու մեջ։ Եվ DG Vance-ը ընդհանրապես այդ ահաբեկչական ակտից մի քանի օր առաջ գնացել էր Չինաստան անձամբ Մոդիին հանդիպելու։ Եվ այնտեղ իհարկե տարիֆների չեղարկման խնդիրներ, որի կարծես թե հասել են, իսկ ինչպես ստացվեց, որ Հնդկաստանը համաձայնվեց բավականին բարձր տարիֆներ հանել Միացյալ Նահանգների ապրանքների առջև, որտեղ Հնդկաստանը այն երկրներից մեկն էր, որ նույնիսկ Չինաստանը իրեն այդպիսի բան թույլ չէր տվել Միացյալ Նահանգների հանդեպ, այդպիսի բարձր տարիֆներ, բայց իրեն ներվում էր Հնդկաստանին, որտեղ Հնդկաստանը շատ աղքատ երկիր է։ Մեկ շնչին հաշվով ենք, հա, մենք վերցնում աղքատը պարզ է, ինքը այսօր իր բնակչությամբ թիվ 1-ն է աշխարհում, իր համախառն ներքին արդյունքով արդեն հնգյակի մեջ է մտնում, բայց մենք իրեն համարում ենք աղքատ, որտեղ մեկ շնչի հաշվով իրենք շատ ցածր աշխատավարձ են ստանում, պատահական չի, որ հնդիկ այսքան աշխատողներ աշխատուժ է մտնում Հայաստան, որտեղ Հայաստան իրենց համար մի տեղ է, որտեղ կարելի է փող աշխատել ու ուղարկել Հնդկաստան իրենց ընտանիքները, որ սովից չմահանան նաև, հա, այդ մի տեղն է, որտեղ որ մինչև հիմա ճորտատիրություն կա իդեպ եւ մինչև հիմա սովից մահանալու հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր դեպքեր կան։ Եվ դրա համար աչք էին փակում այդ տարիֆների վրա, բայց Տրամպը եկավ ասեց, չէ, աչք չեմ փակելու, բայց փոխարենը, եթե դու հանես տարիֆները մեր ապրանքների վրայից, մենք նաև ներդրումներ կբերենք։ Մի անգամ արդեն Հնդկաստանին տենց բրկեցին, հատկապես ամերիկացիները, որտեղ երբ որ նոր անկախացել էր Հնդկաստանը, ինքը շատ սոցիալիստական այսպես ուղղվածություն էր որդեգրել, եւ դրա պատճառով էլ տնտեսությունը չէր զարգանում։ Եվ հենց այդ ժամանակվանից է, որ Միացյալ Նահանգները Պակիստանի հետ բավականին սերտ կապեր ձևավորեցին, որտեղ Հնդկաստանի հիմնական հովանավորը դարել էր Սովետական Միությունը։ Հիշում եք, Ինդիրա Գանդին ոնց էին բերում, տանում, հնդկական ֆիլմերը որ ցույց էին տալիս այստեղ, Զիտա գիտան, բոլորը գիտեն, հա, այն ժամանակ։ Այդ ամբողջը սովետա-հնդկական սերտ հարաբերությունների բանն էր։ Բայց հետո տեսան հնդիկները, որ չի աշխատում տնտեսությունը սոցիալիստական հովերով եւ անցան ավելի բաց շուկայական հարաբերությունների որդեգրմանը եւ արդյունքում մեծ ներդրումներ սկսեցին հոսել Հնդկաստան եւ ինքը սրընթաց սկսեց զարգանալ։ Հիմա Պակիստանը հակառակն է։ Պակիստանը ինքը լավ չի զարգանում, տնտեսական աճը բավականին ցածր է։ Եվ ահա այս վտանգի առջև Չինաստան տեսնելով, որ կարող է, իսկ Միացյալ Նահանգներն է դեռ որոշողը, ով կզարգանա, ով չի զարգանա, հա, ինչքան էլ որ հիմա Չինաստանն ավելի դժվար է կանգնեցնել, շատ է հզորացել, հա։ Բայց ամեն դեպքում, եթե դու փոխարինում ես Հնդկաստանով, Չինաստանը բավական լուրջ խնդիրներ է ունենալու եւ միակ ձևը ներդրողներին վախեցնել Հնդկաստան մտնելու պատերազմն է։ Եվ այստեղ Չինաստանը, եթե ելի եմ ասում, եթե ոչ հրահրողը, թիվ 1 շահառուներ։ Իսկ այդ հարցին թե ինչից դա տեղի ունեցավ, միշտ պետք է հարց տաս, թե ում էր դա ձեռնտու, չէ՞։ Եվ այս համատեքստում մենք տեսնում ենք նաև ով է կանգնած Պակիստանի հետևում, ով է Պակիստանի հիմնական զինողը, ով է տեխնոլոգիաների տրամադրողը, ով է պակիստանյան միջուկային զենքի թիկունքում կանգնածը, էլի Չինաստանը։ Պարզ է Պակիստանը ոչ այդ տեխնոլոգիան, ոչ այդ գիտությունը երբեք չի ունեցել, որ միջուկային զենք կարողանա ստեղծել։ Բայց չինացիները, որպեսզի իր Հնդկաստանը իր հիմնական հակառակորդին չդիտարկի Չինաստանին եւ հիմնական հակակշիռը Հնդկաստանին չլինի Չինաստանը ինքը անձամբ, ինքը ավելի փոքր կրսեր գործընկեր գտավ դրա համար, այդքան է կրսեր չչնայած, մի 150 միլիոնանոց էլ բնակություն ունի Պակիստանը, բայց ամենայն դեպս Չինաստան չի էլ եւ հարվածները թող Պակիստանը ուտի, հնա պատերազմի մեջ Պակիստանը մտնի։ Չնայած Չինաստանը նույն Քաշմիրում, գիտեք, ինքը մի մեծ կտոր վերցել է։ Այդ Ջամու Քաշմիրի պատերազմը որ եղավ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև Չինաստանը իր կտորը վերցրեց այդտեղից։ Մեծ կտոր։ Եվ չգիտես ինչի դրա հետ բոլորը համակերպվել են։
Այդ չեմ խոսում, որ Չինա-հնդկական սահմանին էլի որոշ առաջխաղացումներ պարբերաբար ունենում է Չինաստանը եւ հնդիկները այսպես ստիպված այդ ամենի հետ համակերպվում են։